Ողջույն, շարունակվում են Կապան ֆեստի երաժշտական օրագրերը։ Այսօր հուլիսի 10-ին իմ զրուցակիցն է Հայ թավջութակահար։ Հենց այսպես նա ուզեց ներկայանալ ձեզ։ Միքայել Հախնազարյան։ Բարև ձեզ, պարոն Հախնազարյան։ Բարև ձեզ։ Պարոն Հախնազարյան, ինչ է սպասվում այսօր երեկոյան մեզ, ինչ է ունկնդրելու Կապանյան հանդիսատեսը։ Այսօր երեկոյան հերթական հաճելի երեկո արենելու հոյակապ երաժշտությամբ լի, հոյակապ երաժիշտների հերթական հավաքույց եւ ծրագրի մեջ մենք այսօր կներկայացնենք մի քանի գործ շեդևրեր, մի գործ, որով կսկսվի համերգը, երևի ամենակիչ հայտնի կամ քիչ նվագվող ամեն դեպքում Հայաստանում գործ չեխ կոմպոզիտոր Լեոշ Յանաչեկ, գործ, որ թավջութակի եւ դաշնամուրի համար է։ Այդ գործը կոչվում է հեքիաթ։ Ու դա իրոք հեքիաթի պատմության վրա գրված ռուս հեքիաթի, որտեղ ինքը շատ կապված էր սլավոնացի լինելով ռուսական հեքիաթների պատմություններից։ Հետո համերգը կշարունակվի Բրամսի տարօրինակ կլարնետի տրիո։ Այդ գործը օրիգինալի մեջ գրված է թավջութակի, դաշնամուրի եւ կլարնետի համար, բայց այդ գործը նաեւ նվագվում է թավջութակ, դաշնամուր եւ ալտ։ Ալտը ոնց որ փոխարինում է կլարնետին։ Ընդմիջումից հետո կներկայացնենք Շոստակովիչի դաշնամուրային կվինտետը եւ համերգը կավարտվի Շոստակովիչի լարային օկտետով։ Զուտ Շոստակովիչ երկրորդ բաժին մի տենց հիանալի երկու շատ հզոր ստեղծագործություն։ Իսկ Կապանյան հանդիսատեսը արդյոք կարողանում է տալ հետ այն էներգիան, որ ստանում է երաժշտից եւ կարողանում է լսել եւ հասկանալ դասական երաժշտություն, չէ՞ որ սա բարդ տեսակ է երաժշտության։ Անկասկած հիանալի ունկնդիր աստեղ, ես արդեն երկրորդ անգամ եմ գալիս, շատ սպասում էի, ամեն քաղաքում ունկնդիրը տարբերվում է, ամեն երկրում, պետք չի ասել մեկը լավն է, մեկը վատը, բայց շատ տարբեր են, ստեղ մարդիկ շատ ջերմ են, շատ բաց են, միգուցե ստեղ մի քիչ ավելի ուշ է այդ ամեն ինչը սկսվել այս տեսակի զարգացման, որ այդ տենց հոյակապ երաժիշտները տենց հիանալի երաժշտություն ներկայացնում են այստեղ եւ ունկնդիրը երևի մի քիչ էլ ավելի բաց է, ավելի ծարավ է այդ հոյակապ երաժշտությունը ճանաչելու, միգուցե արդեն սպասվող երաժիշտները, որ եղել են նախորդ տարիներին, վերադառնում են, տրանել է սպասում ու գիտես, որ հիանալի մակարդակա, մենք բոլորս այդ երաժիշտները, այն երաժիշտները, որ դուրսն են ստեղծագործում, այս պահին ապրում, մենք բոլորս անհամբեր սպասում ենք այս հանդիպմանը, միանալով մեր Հայաստանի երաժիշտներին, պատանիներին, այդ իրոք իհարկե մեր շնորհակալություն Սևակին, մեր կազմակերպող ուժին եւ այդ ամբողջ թիմը, որ այդ ամեն ինչ անում է, այս մակարդակի վրա ոնց որ նշեցի, մենք դրսում բնակվողները մենք անընդհատ փառատոնների ենք Եվրոպայի բոլոր քաղաքներում, միգուցե շատ հայտնի փառատոններում, հայտնի դահլիճներում, այստեղ մակարդակը նույնն է, եթե ոչ ավելի բարձր, անգամ դա ուղղակի հիանալի է, որ դա կատարվում է Կապանում։ Ստացվում է, որ Կապան ֆեստը սպասված հանդիպում է բոլոր կողմերի համար։ Երաժիշտների, որ պիտի միմյանց հանդիպեն, նոր երաժիշտների հանդիպեն, հանդիսատեսին եւ հանդիսատեսի կողմից է սպասված, որ վերջապես պիտի հանդիպեն նախորդ տարի արդեն ճանաչած երաժիշտ։ Այո, դա այն է, ինչ որ մենք բոլորս ուզում ենք, եւ ունկնդիրը, եւ մենք երաժիշտներս, որ անհամբեր գալիս ենք, սպասում ենք այս հանդիպմանը ու ունկնդիրը գիտի, որ լինելու է նոր դեմքեր, լինելու է նոր երաժշտություն։ Ես կես ժամ առաջի անգամ մի հատ լարային օկտետ եմ լսել, որ երբեք չեմ իմացել դրա մասին, դրա գոյության մասին, ու դա ես միշտ հիշելու եմ, որ առաջին անգամ Կապանում ժամը 1:30 ես լսեցի նոր գործ, որ հիմա արդեն կցանկանամ դա ներկայացնեմ եվրոպական ունկնդրին եւ աշակերտներին, դա ինչ փոճուր մասնիկա, բայց դա ինչ որ մի հատ բան է, որ մնալու է իմ հիշողության մեջ, որ դա կատարվել է Կապանում։ Ու տենց բազմիցս ինձ ամեն օր տենց պահեր կա, որ բոլորիս համար, բոլորիս սրտում մենք սա շատ տենց կպահենք, որպես առանձին մի հատ Կապանի հիշողության մի հատ տենց փոճուր տուփի մեջ։
2 տարի առաջ էլ էի Կապան ֆեստի մի մասնիկը եւ այս տարի եւս։ Երբ համեմատում ենք այդ տարիներին Կապան ֆեստը, ինչ տարբերություններ կան եւ ինչն է որ կայուն է մնացել։ Կայուն մնացել է անկասկած հիանալի ատմոսֆերան, մարդկանց տաք եւ մեծ սիրտը, այդ ինչ որ մեզ միշտ քաշում է այստեղ, ամեն տարի ամեն ինչ լավանում է, այդ իմաստն է բոլոր փառատոների, դες փորձում ենք բոլորը փորձում են առաջի հերթին կազմակերպությունը եւ Սևակ Ամանեսյանը թիմը ինչ որ բաներ ավելի ոնց որ էկոնոմ, ավելի ճիշտ, ավելի քիչ ժամանակ կորցնելով ոնց որ դա ժամանակ խնայելու որակի համար այդ ամեն ինչը իմ աչքերին այդ 2 տարի նորից տեսնում եմ տարբերությունը այս տարի էլ ավելի լավ է տենց ես կասեի ոչ թե շատ ավելի լավ այլ թե էլ ավելի լավ արդեն լավ էր ու պիտի սովորենք տեսնենք վերջի վերջո դա ամեն ինչ արվում է ունկնդրի համար որ այդ բոլորս որ գալիս ենք ստե հավաքվում ենք երաժշտության շուրջ դա վերջի վերջո մեր ամենամեծ ընկերը դա երաժշտությունն է ես իհարկե որ մենք խոսում ենք Հայաստանից մենք հայ լինելով շատ յուրահատուկ է մեզ համար այստեղ լինել ես ինձ համար ամենամեծ կարևորությունը նա է որ երաժշտությունը միան բոլորիս ամբողջ աշխարհում այսինքն մի ոնց որ ընտանիքի պես հավաքում է մեզ բոլորիս եւ կարող է տարօրինակ հնչի, բայց երաժշտությունը մեզ մեծ ընկեր է եւ մեզ պաշտպանում է շատ բաներից։ Ու մենք որ հավաքվում ենք այստեղ, իհարկե կա այդ առաջի հերթին մեր ընկերությունը, որը շատ հաճելի է եւ շատ ուրախ է տեսնել, ատմոսֆերան օդն ու ջուրը մեր հարազատ, վերջի վերջո ամենամեծը բոլորից վերև որ կանգնած է դա այդ երաժշտությունն է, որ մեզ այդպես միասնական շարունակում է ոգևորել եւ այն ինչ որ մենք անում ենք դրա համար պետք է ուղղակի չմոռանալ եւ շատ շնորհակալ լինել, որովհետեւ հաճախ տեսնում ես մի քիչ շեղվում եմ, բայց որ շատ կոնցենտրանում ես ինչ որ բաների վրա այդ նույն հարցը որ տվեցիք, ինչն է լավացել, ինչն է կայուն մնացել։ Իհարկե դա ընթացքի մեջ է։ Դա ինչ որ կուճուր մասնիկն է ամեն ինչի, մենք բոլորս ուզում ենք ինչ որ բան լավացնել։ Բայց այդ միասնական ուժը դա երաժշտությունն է, երաժշտությունը չգիտի ոչ մի սահման, երաժշտությունը չգիտի որ մենք հիմա նվագում ենք ով է մեր հարևան երկիրը, դա էական չի երաժշտության համար։ Երաժշտությունը ոչ կրոն ունի, ոչ մեկին չի պատկանում, ոչ ձեզ, ոչ մեզ, ոչ ունկնդրին, ոչ նվագողին, երաժշտությունը գոյություն ունի եւ մենք տենց շատ ոնց կարելի ասել երջանիկ մարդիկ ենք, որ կարող ենք պաշտպանված լինել տենց մի ուժով։ Շնորհակալ եմ գեղեցիկ զրույցի համար։ Իսկ Կապանյան հանդիսատեսին հուլիսի 10-ին այսօր երեկոյան 20:00-ին հրավիրում ենք երգեհոնային դահլիճ լսելու հեքիաթ պատմված երաժշտության միջոցով։ Մի մոռացեք նաև, որ մինչև հուլիսի 14-ը ամեն օր լինում են ցերեկային համերգներ ուղիղ ժամը 12-ին եւ երեկոյան 20:00-ին լինում են երեկոյան համերգներ։ Սպասում ենք ձեզ սիրով։